Ազգային ժողովի ընտրություններին մնացել է ավելի քան 3 ամիս։ Իրենց մասնակցության մասին հայտարարել է ավելի քան 11 քաղաքական ուժ։ Նրանք կպայքարեն շուրջ 2.5 միլիոն քաղաքացու ձայնի համար։ 9-րդ գումարման խորհրդարան անցնել հավակնող ուժերի համար քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին, իսկ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Տպագրվում են ցուցակները, ճշգրտվում են տեղամասերի սահմանները։ Քաղաքական դաշտի ուժերը, ովքեր կպայքարեն քաղաքացիների քվեների համար, արդեն որոշված են։ Թեև հասարակական կարծիքի, այդ թվում Armenia Today լրատվական գործակալության անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ բնակչության կեսից ավելին չգիտի, թե որոնք են այդ քաղաքական ուժերի մեծամասնությունը։ Armenia Today-ի կողմից 2025 թվականի հոկտեմբերին 1500 հարցվածի նախապատվությունների վերլուծությունը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից իրականացված սոցհարցումները ցույց են տալիս իշխանական քաղաքացիական պայմանագրի գլխավոր մրցակիցը գործարար Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունն է լինելու։ Ով է լինելու մեր վարչապետի թեկնածու։ Սամվել Կարապետյան։ Կարապետյանի թեկնածության մասին պաշտոնապես հայտարարվել է փետրվարի 12-ին։ Ընտրացուցակը կգլխավորի մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն ընտրական ցուցակների կազման ակտիվ փուլում է։ Մարտի 27-ից 28-ը պատվիրակներն արդեն ցուցակում արկա թեկնածուներից կընտրեն վարչապետի թեկնածու եւ կորոշեն ցուցակի վերջնական հերթականությունը, ներառյալ խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտոնների հավակնական թեկնածուների տեղերը։ Պայքարից չեն հրաժարվել նաև Հայաստանի երկու նախկին ղեկավարների առաջնորդած ուժերը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը վարչապետի թեկնածու է առաջադրել Լևոն Զուրաբյանին։ Կուսակցության թեկնածու, վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժը դեռ չի ներկայացրել վարչապետի թեկնածուին, սակայն ամենայն հավանականությամբ հենց նա էլ կգլխավորի։ Բացի պետական կառավարման փորձից, որը ես ունեմ որպես նախագահ, վարչապետ, Ղարաբաղի նախագահ, հսկայական փորձ են ձեռք բերել կորպորատիվ կառավարման հսկայական մեծ ընկերության մեջ։ ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժի Հայաստան դաշինքի կազմում գտնվող ՀՅԴ-ն ևս հայտարարել է մասնակցության մասին, սակայն դեռ հստակ չէ թե ում հետ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել, առհասարակ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Քաղաքական process-ները ինքնին ցույց են տալիս, ովքեր են կենսունակ ուժեր, ովքեր են տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծում, ովքեր են մրցունակ եւ ում խոսքը արժեք ունի, ով է ներկայացնում իրականությունը, ովքեր են մյուս խաղացողները։ Քաղաքական հայտ է ներկայացրել նաև Գագիկ Ծառուկյանն առաջարկ Հայաստանի նախագծով։ Գործարարի շուրջ համախմբված են տարբեր ուժեր, այդ թվում Հայաստան դաշինքի նախկին падգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորած Մայր Հայաստանը, Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանքը։ Ծառուկյանը հայտարարել է, որ դաշինքն ունի վարչապետի 3 թեկնածու, սակայն դեռ չի բացահայտել նրանց անունները։ Վարչապետի պաշտոնին թեկնածու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մասնակցության մասին հայտարարել են նաև միասնության թևերը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորությամբ, նոր ուժ կուսակցությունը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այո, մենք մասնակցում ենք մյուս տարվա ընտրություններին։ Հայկական քվեն, որը նախկինում հայտնի է որպես Հայաքվե նախաձեռնություն։ Լուսավոր Հայաստանը Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցությունը։ Հանրապետությունը Արամ Սարգսյանի առաջնորդությամբ։ Միանշանակ կլինեմ ես վարչապետի թեկնածուն, ինչպես նաև Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Ընտրություններին ընթառաջ իրենց մասնակցության մասին դեռ չեն խոսել Արևմտյան կողմնորոշման բլոկի ներկայացուցիչները։ Քանի դեռ քաղաքական ուժերը նոր գրասենյակներ են բացում ամբողջ Հայաստանում եւ ընտրողներին համոզում ձայն տալ հանուն լավ ապագայի, 3 տասնամյակ փոփոխությունների սպասող քաղաքացիները պատրաստ են հավատալ միայն կոնկրետ գործերի։ Մարդիկ մերժում են նախկինում հիասթափություն առաջացրած մոտեցումներն ու ներկայիս չկատարված խոստումները։ Բագրատաշենից մինչև Ճակատեն ՀՀ քաղաքացին շեշտում է։ Առաջնային են անվտանգության երաշխիքները, ինչպես նաև սեփական ապագան պլանավորելու հնարավորությունը։